Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը 3 ուշ երեկոյան հաղորդագրություն է տարածել, տեղեկացնելով, որ որոշում է կայացրել մարզահամերգային համալիրից վտարել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր փակ բաժնետիրական ընկերությանը եւ այն անձանց, որոնց մեջբերում եմ օգտագործման իրավունքը գրանցված չէ օրենքով սահմանված կարգով։ Հարկադիր ծառայությունը հակադարձում է մարզահամերգային համալիրի սեփականատերերի պնդումներին, թե իրենք ծանուցված չեն եղել այս որոշմանը։ Ծառայության կայքեջում տեղադրված է մի տեսանյութ, որում ընկերության լիազորված անձ Արմինե Հակոբյանին է փոխանցվում ինչ-որ փաստաթուղթ, վերջինս սակայն հրաժարվում է այն ստորագրել։ Ինչպես այսօր պատմեց ընկերության խոսնակ Կորյուն Գրիգորյանը, իրենք այդ որոշման մասին իմացել են միայն երեկոյան, երբ հարկադիր ծառայության աշխատակիցներն արդեն փաստացի ավարտել էին վտարումը եւ կնքել բոլոր դռները։ Այն ինչ որ կատարում է ուղղակի հայտարարությունների օրենքի խախտում է, քանի որ ուղղակի եթե գալիս են վտարման գործողություն անելու, նախապես ծանոթում են դրա մասին եւ եթե սեփականատերը կամովին չի լքում, նոր գալիս են վտարման գործողություն անելու։ Փաստաբան Արմինե Գրիգորյանը, ում հարկադիր ծառայության աշխատակիցները հանձնել են որոշումը, պատմեց, որ իրեն գաղտնի են նկարահանել, այն դեպքում, երբ ԴՀԿ-ն այդպիսի իրավունք չունի։ Այդ լիազորությունները ըստ իմ կողմից նշված օրենքի օժտված է միայն ոստիկանությունը, ազգային ծառայությունը եւ այլ մարմիններ, բացառությամբ ԴՀԿ ծառայությամբ։ Եվ տեսաձայնագրելու եւ հրապարակելու գործողությունների մեջ առկա են հանցագործության հատկանիշներ, ես արդեն իսկ գրավոր դիմել եմ գլխավոր դատախազին։ Մինչ այդ առաջիկա օրերին մարզահամերգային համալիրն արդեն 6-րդ անգամ է դրվելու աճուրդի։ Կորյուն Գրիգորյանն ասում է, հստակ միտում է տեսնում օր առաջ իրենցից խլել շենքը, որը գնահատվել է կես գնով։ Ի սկզբանե ԴՀԿ-ն վերածվել է ՍՊ-ի կամ վախենում եմ ՍՊ-ել ասել, դա ինչ-որ արդեն Դուքյանի է վերածվել, բարեսպուն իմաստով, որովհետև ԴՀԿ ծառայության ղեկավար Միհրան Պողոսյանը մի կողմից խլում է մարդկանցից, մյուս կողմից իր ընկերը Արթուր Ստեփանյանը հիմա հանրապետական պատգամավոր ունի կազմակերպություն, որը զբաղվում է գնահատում օգուտի եւ պատկերացեք, մեկը գնահատում է մյուսը վերցնում։ 19 միլիարդ 350 միլիոն դրամ մեկնարկային գինը մարզահամերգային համալիրի սեփականատերերի փոխանցմամբ որոշվել է ընդամենը 15 րոպեում, մեկ պտույտ կատարելով շենքում։ Շենքը վաճառված չէ, բայց աշխատակիցներն այսօր նույնիսկ մոտենալ չեն կարողացել կառույցին։ Մարդիկ կան անձնական գույք ունեն, օրինակ հեռուստացույց։ Ես անձամբ այդտեղ համակարգիչ ունեմ։ Ասում եմ թողեք ինձ մտեմ իմ աշխատասենյակ, չեն թողում։ Վերջում փորձեցին թողել, մտան ներս, զարմանալու մեր պահակային ծառայության ղեկավարի աթոռը նստած էր պարոն Էժոմյանը, եւ հենց ինձ տեսավ սկսեց աղաղակել, հանեք այս անձնավորությանը, այս նրան ճանաչում։ Ինչու՞ չեք թողում մտեմ իմ աշխատասենյակ, վերցեմ անձնական գույքը։ Սկսած անձնական լուսանկարների, այդ ամեն ինչը ոնց կարող են կնքել ու սեփականացնել։ Այսինքն ինչ այդտեղ ուրեմն մերն է։ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր ընկերությունը, ինչպես արդեն տեղեկացրել է, հարցը վիճարկելու է Եվրոպական դատարանում։ Բարձրաձայնելով ճնշումների եւ շենքը խլելու փորձերի մասին, ընկերության ղեկավարությունն առայժմ չի հնչեցնում կոնկրետ անուններ։ Պետական ռակետի մասին են խոսում։ Եվ հենց այսօր այս ամեն ինչ քայլեր գնում են նրանով, պես ստիպեն մեզ լրացնել։ Մենք չենք լրելու, կոնկրետ ով աչք ունի, ես չգիտեմ ով աչք ունի, բայց ամենադեպս այս երկրում մի քանի հոգի են, որ կարողանում են ղեկավարել ԴՀԿ ծառայությանը, դատական իշխանություններին։ Շարունակենք, արդեն պարզ է, դուրս եկեք փողոց, հարցրեք ով իրավունք ունի։